Մոդելավորում ենք այս երեկոյան զգեստը։ Զգեստը մի ուսանի է, ձախ մասում կա ուսից մի փոքր հատված։ Կան երկու ռելիեֆային կարեր, որը գնում է դեպի թևի փորված։ Գոտկատեղի գիծը կտրվածքով է։ Հագուստը ընդգրկող է անդրերից ներքև լայնացող։ Լայնությունը կարող եք ընտրել ցանկացած։ Մեջքի հատվածում նույնպես մի ուսանի է։ Կան երկու ռելիեֆային կարեր, որոնք իր մեջ ներառում են սեղմոնների խորություն։ Գոտկատեղի գիծը կտրվածքով է։ Մեջքից մեջտեղի գծում կա կար մինչև շլեյֆի սկիզբը։ Շլեյֆը հատակից երկար է, ստացվում է այստեղ ես բաժանեցի ծնկից մինչև հատակ, ծնկից այդ մեջտեղի մասից մի քիչ երկար։ Կողքի կարից լայնանում է։ Կոնքի հատվածում ընդգրկող է։ Մոդելավորման համար ես օգտագործում եմ բարձային գծագրի 1/4 մասշտաբի շաբլոն, բայց 1/1 մասշտաբի լավ կլինի, որը լինի ընդգրկող հագուստի։ Քանի որ մեջքը կտրվածքով է, ես վերևի դետալ եմ մոդելավորում սկզբի համար։ Երբ որ մոդելը ասիմետրիկ է, ապա պատճենում են երկու կողմերներ։ Ուսի չափը կարող է լինել 8 կամ 10 սանտիմետր, հիմա ես նշում եմ 8 սանտիմետր, իրականում այստեղ ամեն մարդ կարող է ինքնուրույն ընտրել, որքան է ուզում, որ ուսի գիծը լինի։ Կորականոնի օգնությամբ գծում եմ գեղեցիկ կոր գիծ։ Ոնց ձևավորեցիք այս գիծը, այդպիսի բացվածք եք ստանալու։ Սեղմոնները պետք է վերածենք ռելիեֆային կարերի, դրա համար սեղմոնի գագաթից գիծը շարունակում եմ դեպի բացված։ Գծի ուղղությունը իմ օթեակային սեղմոնի գագաթից մինչև գոտկային սեղմոնի գագաթ։ Որպեսզի այս թեք գիծը ավելի գեղեցիկ լինի, կարող եք մի քանի միլիմետր ամեն մի կողմից փոքրացնել։ Նայեք ձեր կտորի ձգվողականությունը, քիչ ձգվողի դեպքում 0.2, շատ ձգվողի դեպքում մինչև 0.5, որ ավելի լավ նստի։ Ստացած նոր կետերը ուղիղ գծով միացնում եմ սեղմոնի երկու կողմերին։ Այստեղ գծելուց ես տեսնում եմ, որ մի փոքր ավելի շատ է լինում սեղմոնի գագաթի կողքերը, բայց եթե կտորը ձգվող է եւ հնարավոր է այսպիսի գիծ գծել, ապա ես կարող եմ դա թողնել։ Իսկ եթե կտորը այնպես լինի, որ շատ չձգվող է, ու այդ մասը քչություն տա, լավ կլինի, որ դուք այս գծի ձևավորման ժամանակ ուշադրություն դարձնեք, որ հանկարծ շատ չնեղացնեք։ Կտրել եմ ռելիեֆային կարերով եւ թեք այս վերևի հատվածը, սա մեզ արդեն պետք չի։ Այստեղ կտրում եմ նաև մեջքի կարը, քանի որ այս կարին մենք պետք է տեղադրենք շղթա։ Գոտկատեղից վերև մեջքի դետալները ահա այսպիսին են։ Քանի որ դետալները մանր են, ես համարակալում եմ ահա այս տարբերակով եւ արդեն գիտեմ, որ եթե տեղադրեմ այս հերթականությամբ, կստանամ ամբողջական մեջքի դետալը։ Հիմա մոդելավորում են գոտկատեղից ցած ահա այս ամբողջ ներքևի հատված։ Բազային գծագրի շաբլոնը տեղադրելու եմ գոտկատեղից ցած հատված։ Շաբլոնը պատճենելուց հետո փոքրացնում եմ հետևամասի սեղմոնը, ի դեպ ասեմ, որ դա կարող ենք անել նաև գոտկատեղից վերև գծի հետ, որպեսզի գծերը լինեն շարունակական գեղեցիկ։ Ձևավորում եմ կոնքի գիծը, ես սեղմոնի խորությունից մի փոքր հանեցի կողքի կարից, դրել եմ ամեն մակարդակը, որ ավելի պարզ լինի, կոնքի գծից ցած, մոտ մի 20 սանտիմետր, դա մոտավորապես կոնքից մինչև ծնկի հատվածը, համարյա թե մեջտեղն է, կարող է մեջտեղ լինել, ներքև կամ մեջտեղից մի քիչ բարձր, ես ձևավորում եմ այն հատվածը, որտեղ պետք է լայնանա։ Իմ մոտ շաբլոնը ուղիղ կիսաընդգրկող ուրվապատկերի է, դրա համար ես մի փոքր այս մակարդակում նեղացնում եմ, որպեսզի ստանամ ընդգրկող հատված վերևի մասում եւ գիծը լայնացնում։ Այդ լայնացնող գծի թեքությունը կարող է լինել ցանկացած, պարզապես մտածում որ այսպես ավելի գեղեցիկ է։ Այս ավելացվող կտորի այսքան շլեյֆի բարձրությունը իրականում որոշում է հաճախորդի վրա, բայց մոտավորապես նկարին նայելով դա կոնքի եւ ծնկի մակարդակի է լինում մեջտեղով կամ մեջտեղից մի փոքր բարձր։ Օրինակ կողքի կարի լայնացումը ես ընտրեցի մեջտեղից մի փոքր ցածր, իսկ շլեյֆի բարձրությունը ընտրեցի մեջտեղից մի փոքր բարձր։ Քանի որ ես աշխատում եմ զգեստի բազային հիմքի գծագրով, իսկ այն մինչև ծունկ է, ծնկից ցած տեղադրում եմ ծնկից մինչև հատակ ընկած հեռավորությունը, մոտավորապես 50 սանտիմետր է, այն կարող է լինել ավելի երկար, եթե օրինակ կան բարձրակրում կոշիկներ, ապա կոշիկը հագնում են եւ նոր չափում են ծնկից ցած։ Ստորին հատվածը ձևավորում ենք ուղիղ անկյուններով եւ մեջտեղի գծում եւ կողքի կարում, կարևորը որ այն լինի ուղիղ անկյուններ 90 աստիճան։ Որպեսզի կողքի կարերը լայնացնենք, մենք իհարկե կարող ենք լայնացնել ուղղակի կողքի կարից, բայց ես առաջարկում եմ մի քիչ երկար տարբերակ, ավելի լավ է դետալները կտրեք, բացեք եւ ստանաք գեղեցիկ ծավալ ներքևի այդ գծում։ Ես դետալ արդեն կտրել հանել եմ, բայց ներքևի մասը չկտրեք, այստեղ կտրվում է մինչև մեջտեղի մասը թողնելով 1 մմ, հասնում ենք այս կտրված եզրին եւ թողնում ենք 1 մմ Եվ այս գիծը նույնպես կտրում ենք դեպի վերևի այդ գիծը կտրված, թողնելով 1 մմ։ Նորից ասեմ, որ ստորի եզրը դեռևս
կտրեք, որովհետև այն պետք է ձևավորենք։ Այս դետալները կտրել բացելու տարբերակով չի ասի, որ շատ տարբերություն է լինում, եթե ես միայն մի կողմը լայնացնեի, պարզապես մեկ-մեկ թվում է թե, որ այդպես ավելի գեղեցիկ է ծալքավորումները ստացվում, քան եթե մենք կողքից լայնացնեինք, որքան ուզում ենք գիծը բարձրացնենք եւ ձևավորենք։ Իդեպ ասեմ, որ գոդե կիսաշրջազգեսի դեպքում հենց այդպես էլ արվում է, ուղղակի կողքից են լայնացնում ու ոչինչ չի լինում, այնպես որ նայեք ոնց ձեզ հարմար է իրականում եւ կարող ենք պարզապես կողքից լայնացնել եւ այսպես ամեն մի դետալը կտրել բացել, երկու տարբերակն էլ ճիշտ է։ Այսպես կտրել բացելով դետալը ներքևից բարձրանում է վերև, ես չափում եմ թե որքան է իրար վրա գալիս դետալը, այդքան չափով երկարացնում եմ ներքևից, որպեսզի կողքի կարը հանկարծ կարճ չստացվի։ Չնայած ես այստեղ ձևավորելու եմ այս գծերը ինձ մոտավորը պետք է, որ իմանամ իսկական հատակի տեղը։ Դետալները ես արդեն սոսնդել եմ, ներքևի մասը ես չեմ կտրել, որպեսզի ձևավորեմ։ Հիմա նախագծում ենք շլեյֆը, ծալում ենք կտորը կամ թուղթը լեկալի երկու մասի եւ այդ ծալքի գիծը պետք է լինի ուղիղ մեջտեղով, որպեսզի մենք ստանանք ամբողջական այսպիսի եռանկյունի դետալ։ Ես կնշեմ եւ հատակի տեղը եւ շլեյֆի երկարությունը որքան է, այստեղ մոտավորապես ես գտնում եմ տեղը, գտնում եմ ահա այս տարբերակը, օրինակ ծնկից մինչեւ հատակ եւ նայում եմ մոտավորապես որքան է եւ ես այստեղ կավելացնում ընդամենը 30 սանտիմետր, բայց իրականում դա որոշվում է հաճախորդի հետ, հենց հաճախորդի վրա, այսպես սանտիմետրի ժապավենը դնում եք այդ ամենավերևից եւ այդպես տանում եք, որ ինքը հասկանա որքան է ուզում, որ շլեյֆը լինի։ Շլեյֆի լայնությունը նույնպես ընտրվում է ըստ կտորի, որքան գեղեցիկ ծալքավորվող է կտորը, այնքան լավ կլինի, որ լայն լինի։ Ես հիմա ընտրում եմ մոտավորապես աչքաչափով։ Նշում եմ շլեյֆի հատակի գիծը, իսկական երկարությունը մինչև հատակ եւ հետո այդ հատակի գծից ցած կարող ենք տեղադրել որքան ուզում ենք։ Ես մոտավորապես 30 սանտիմետր եմ ավելացնում։ Նշում եմ շլեյֆի կարի գիծը, որ պետք է միանա այս դետալի հետ։ Շլեյֆի այս ծալքի հատվածում նույնպես կառուցում ենք ուղիղ անկյուն, որպեսզի սուր անկյուններ չստանանք, պետք է լինի 90 աստիճան։ Շլեյֆի կարի գծում մի քանի տեղ տալիս եմ նշակետեր, սրանք պետք է լինեն շրթվածքներ, որպեսզի կարելու ժամանակ շատ ճիշտ միացնենք շլեյֆի դետալը այս մեր հետևամասի դետալին։ Գեղեցիկ կոր ենք կառուցում շլեյֆի ծալքի մեջտեղի գծից մինչև հետևամասի կողքի կարը։ Կորը հնարավորինս կառուցեք գեղեցիկ, կարող է կորը լինի դուրս այդ ներքևի մասով, իսկ դեպի կողքի կար կորը գնա դեպի ներս։ Ընդհանուր կոր գիծը ձևավորելուց հետո արդեն կարող եք կտրել առանձին եւ հետևամասի այս դետալը եւ շլեյֆի դետալը։ Հետևամասի ամբողջ դետալները հա այսպեսին է, այստեղ ես նշեցի շղթայի տեղը, այն մինչեւ կոնքի ընկած հատվածն է։ Հետևամասի դետալները ստացանք 6 դետալ։